Երկու անմոռանալի օր Ենոք Հավանում սպորտի, առողջ ապրելակերպի և բնության սիրահարներին միավորել է Yell Extreme Park-ի նախաձեռնած Տավուշի մարզում իր տեսակի մեջ առաջին մարզական փառատոնը։ Yell Sport Fest-ը անցկացվում է երկրորդ անգամ գերազանցելով նախորդ տարվան և մասնակիցների թվով և աշխարհագրությամբ, վազուղիների երկարությամբ ու բազմազանությամբ։ Բրավո! Անցած տարի սեպտեմբերին անցկացրեցինք առաջին միջոցառումը եւ ունեցանք մոտ 100 մասնակից ու մենակ վազք էին կազմակերպել։ Այս տարի ավելացրեց անիվը Վրաստանից մասնակիցներ, Ֆրանսիայից մասնակից ունենք, Ռուսաստանից մասնակիցներ ունենք։ Այս ամեն ինչը միտված է առողջ ապրելակերպի գաղափարի զարգացման եւ քարոզչության համար։ Yell Extreme Park-ի և ապակա ռեզորտի տարածքում առաջին օրը մեկնարկի են ելել և փորձառու և սկսնակ վազորդներ։ Նրանց սպասում են ոչ դյուրին լեռնային արահետներ, տարբեր բարդության վերելքներով ու վառընթաց քայլուղիներ։ Նախատեսված են տարբեր 4, 12 և 32 կիլոմետր երկարությամբ վազքուղիներ, նաև երեխաների համար 1.5 կիլոմետր։ Առաջինը մեկնարկեց ամենաերկար 32 կիլոմետր երկարությամբ վազքուղին։ Եզրագիծը առաջինը հատեց Անտոն Ժվակինը, կնոջ և երեխայի հետ։ 3 տարի առաջ Ռուսաստանից եկել և ապրում են Երևանում։ Ասում է, Ռուսաստանում այս մարզաձևով վաղուց են զբաղվում, գերված է Հայաստանի բնությամբ։ 32 կիլոմետր по горам։ 32 կիլոմետր լեռներով, ուղղակի գեղեցկություն է, վազում ես ու հիանում։ Բնական արահետներով անցկացվող սպորտային մրցավազքի այս տեսակը թրեյլը Հայաստանում նոր է։ Դրա զարգացման համար այստեղ պայմանները լիուլի են, ասում է փառատոնի տնօրեն Իլյա Ցիգանկովը։ Այս մարզաձևի և հեծանվավազքի իր 10-ամյա փորձով 2 տարի առաջ Ռուսաստանից տեղափոխվել ու այժմ ապրում է Իջևանում։ Когда я жил в России, Ռուսաստանում ես նման մեկնարկների կազմակերպմամբ եմ զբաղվել, այստեղ կան գերազանց պայմաններ, հոյակապ լեռներ, արահետներ, հետաքրքիր վայրեր, շքեղ տեսարաններ, եւ ես ուզում եմ ավելի շատ մարդկանց ներգրավել, որ գան, տեսնեն, թե որքան հրաշալի է այստեղ եւ սկսեն կանոնավոր մարզվել, վազել։ Այս տարի հեծանվորդների հետ միասին մասնակիցների թիվը 185-ից ավելի է։ Մարզական երկօրյա տոնը եզրափակեցին հեծանվորդները մեկնարկելով փառատոնի գործընկեր Իջևանի գինու և կոնյակի գործարանի տարածքից։ 2024-ին ասֆալտապատված Իջևանից Ենոք Հավան և Extreme Park 15 կիլոմետր դժվար վերելքով ճանապարհը առաջինը հաղթահարեցին վրաց հեծանվորդները։ Սա Նիկա Ցիրեկիձեի երկրորդ հաղթանակն է Հայաստանում։ 5 կիլոմետրով փոփիլա 5 կիլոմետր ճանապարհը ուղիղ էր, իսկ 10 կիլոմետրը ոլորաններ, բայց սա կարծես ինձ համար էր, որովհետև ես վերելքը լավ եմ անցնում, ամեն ինչ շատ լավ էր եւ մրցարշավը եւ հյուրընկալությունը։ Մրցանակաբաշխությամբ, կրթական ու ժամանցային միջոցառումներով, երաժշտությամբ ուղեկցված փառատոնը կազմակերպիչների հավաստմամբ կդառնա ավանդական, ընդլայնելով մասնակիցների եւ նոր բացահայտումների շրջանակը։